Այսօր ուզում եմ աղոթել քո իրավիճակի համար։ Եթե իրավիճակները այնքան ճնշող են եւ ինքդ քեզ կորցրել ես, ուզում եմ հիշեցնել, որ դու մենակ չես։ Սուրբ Հոգին քեզ հետ է, Սուրբ Հոգին քո մեջ է եւ Սուրբ Հոգին քո վրա է, որը քեզ զորացնում է, թևեր է տալիս, ուժ է տալիս հաղթահարելու ամեն բան։ Միացիր ինձ հետ քո աղոթքով։ Սիրելի Հիսուս, մենք գալիս ենք քո գահի առաջ եւ քո գահի առաջ եմ բերում իմ սիրելի քույրերին եւ եղբայրներին, ովքեր այս պահին լսում են ինձ։ Թող այն մշուշը, թող այն մթությունը, որ պատել է նրանց կյանքը, հենց հիմա ցրվի Տիրոջ լույսից։ Տեր ջան, մենք խնդրում ենք, որ դու հայտնվես քո փառքով ամեն մեկի կարիքի մեջ։ Եթե կա հիվանդություն, թող գա բժշկություն Հիսուսի զորավոր անունով։ Եթե կա կապվածություն եւ կախվածություն վատ սովորույթներից, թող գա ազատագրմանը զորությունը Հիսուսի զորավոր անունով։ Եթե կա ֆինանսական կարիք, թող լրացված լինի ամեն իմ քրոջ եւ եղբոր ֆինանսական կարիքը քո փառքի ճոխության չափով, սիրելի Հիսուս, որտեղ քո խոսքն ասաց, այն ինչ խնդրեք հավատքով կտրվի ձեզ։ Մենք հավատում ենք, որ խաչի վրա, երբ որ դու ասացիր կատարվեցավ Տեր, դա մեր կարիքների լրացման կատարվեցավն էր։ Մենք հավատքով վերցնում ենք այդ կարիքների պատասխանը, մենք հավատքով վերցնում ենք մեր բժշկությունը, մեր ընտանիքի միաբանությունը, մեր երեխաների սխալ ճանապարհներից ետ վերադառնալը, մեր ամուսինների եւ կամ կանանց տկարությունների լրացումը։ Մենք վերցնում ենք ամեն անհրաժեշտ բան, ինչ որ քո գահից տալիս ես մեզ մեր ամեն օրը օրհնված դարձնելու համար եւ դրա համար քեզ ասում ենք փառք եւ շնորհակալություն Հիսուսի անունով ամեն